Եթերում Սուրանկյունն է, որի նպատակը արդարության բացահայտումն է, որովհետև լավ է արդար գործի ծառա լինել, քան անարդարի տեր։ Ես Վայա Ղազարյանս և Սուրանկյան ստեղծագործական խումբը բարի ուշ երեկո ենք մաղթում ձեզ։ Հունվարի 14-ին Ադրբեջանը Հայաստանին հանձնեց 4 հայ գերիների։ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց, թե գործընթացը իրականացվել է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործնական արդյունք, իսկ Ադրբեջանում սա ներկայացվեց որպես բարի կամքի ու մարդասիրության դրսևորում։ Սակայն հենց նույն օրը հայտնի դարձավ, որ Հայաստանը Թուրքիայի միջոցով Սիրիային է փոխանցել ՑՄ ազատազրկման դատապարտված 2 սիրիացի վարձկանների։ Ու որքան էլ իշխանությունները պնդեցին, թե այս երկու գործընթացները միմյանց հետ կապ չունեն, այդ հավաստիացումները վստահություն չներշնչեցին, թեկուզ այն պարզ պատճառով, որ դեկտեմբերից էին լուրեր շրջանառվում հնարավոր փոխանակման մասին։ Մի կողմ թողնելով մարդասպաններին հանձնելու իրավական բազմաթիվ խնդիրները, ուզում եմ անդրադառնալ անցնող օրերին ծավալված հանրային քննարկմանը։ Ինչու հանձնվեցին սիրիացի մարդասպանները, որոնք բազմաթիվ հայրենիների կյանք են խլել։ Ահա այսպիսի բովանդակությամբ ստատուսագիրները փորձում են խաղալ զոհվածների հարազատների զգացմունքների հետ, մոռանալով մի պարզ ճշմարտություն։ Եթե այդ հանցագործները փտ էին բանտում, մեր հայրենակիցներն էլ Բաքվի բանդերում էին շարունակելու ենթարկվել կտանքների։ Այլ հարց է, արդյոք հնարավոր էր 2 վարձկանի դիմաց պահանջել ազատ արձակել բոլոր գերիների։ Կարելի էր չէ մտածել, որ եթե այդ վարձկանները թուրք-ադրբեջանական դաշինքին անհրաժեշտ էին, ապա հայկական կողմը պետք է շարունակեր բանակցել, ձգտելով ստանալ առավելագույնը։ Անկախ այն բանից, գոհ են գործընթացից, թե դժգոհ փաստը արձանագրված է, եւ մեզ մնում է միայն բարի վերադարձ մաղթել մեր 4 հայրենակցին։ Իսկ Բաքվում ապօրինաբար պահվող մեր մյուս հայրենակիցների հարազատներին համբերություն ենք մաղթում, հուսալով, որ նրանց վերադարձի օրը նույնպես մոտ է։ Առաջիկայում Բաքվի դատարանում հավանաբար կավարտվեն մյուս շինծու գործերն ու կհրապարակվեն դատավճիռները։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի կարծիքով դրանից հետո հնարավոր է, որ Հայաստանին հանձնվեն ևս 8 գերիներ։ Սուր թեմայի շրջանակներում հենց Սիրանուշ Սահակյանի հետ ենք զրուցել։ Ձերբակալվածների բոլոր իրավունքները պաշտպանված են։ Ասել, որ անչափ ուրախ եմ, երևի թե ոչինչ չասել։ Ամեն ամիս կառնեն $2000։ Սիրիացի 2 վարձկաններ վերադարձվել են։ Այդ երկու իրադարձությունները իրար հետ կապ չունեն։ Այս ողջ ընթացքում շատ քիչ տեղեկություններ են ստացվել հորս պահման պայմանների մասին։ Մենք միշտ ունենք եւ միշտ ունենալու ենք, որ իրենք օր առաջ վերադարձվելու են Հայաստան։ Հունվարի 14-ին Ադրբեջանը Հայաստանին հանձնեց 4 հայ գերիների, ինչու հենց այս 4 անձիկ վերադարձվեցին։ Ընտրանքի համար նշանակություն է ունեցել դատապարտված լինելու հանգամանքը, իսկ այդ պահին Ադրբեջանում պահվում էին 7 դատապարտված հայեր։ Երկրորդ գործոնը կարծում եմ նրանց քաղաքացիական կամ զինվորական անձ լինելն էր եւ առողջական խնդիրներ ունենալը, յուրաքանչյուր առողջական խնդիր կամ այլ բնույթի խոցելիություն անգամ պայմանավորված տարիքով մեծացնում է պետության պատասխանատվությունը, ինչը ցանկալի չէ Ադրբեջանի իշխանությունների համար եւ եթե կա պայմանավորվածություն հասնել վերադարձի կամ փոխանակման, նրանք նախընտրում են առաջնահերթություն տալ որոշակի անձնային խոցելիություն ունեցող անձանց եւ նման պայմաններում ներառնվել է Վագիվ Խաչատրյանը, որը սրտային լուրջ խնդիրներ ունեին, 2 անձինք, որոնք իրենց բնույթով քաղաքացիական անձինք էին եւ Վիգեն Էուկչյանը, որին թերևս ներկայացնում էին որպես վարձկան, սակայն իր բնույթով եւս քաղաքացիական անձ էր։ Դեռ դեկտեմբերին հայտարարել էիք, որ քննարկվում է ՑՄ դատապարտված սիրիացի վարձկաններին հայ գերիների հետ փոխանակելու հարցը։ Արդյոք 4 հայ գերիների վերադարձը 2 սիրիացի վարձկանների դիմաց համարժեք փոխանակում եք համարում։ Առհասարակ վարձկանությունը ծանր միջազգային հանցագործություն է, գրեթե հավասարազոր է ահաբեկչությանը եւ այստեղ կա միջազգային համակարգված պայքար, չի թույլատրվում վարձկանների կամ ահաբեկիչների նկատմամբ մեղմ քաղաքականություն վարել կամ իրականացնել գործողություններ, որոնք կարող են հանգեցնել անպատժելիության եւ վարձկանի հանձնումը այնպիսի երկիր, որտեղ անգամ վերահսկելի չէ նրա
նրանց հետագա պատժի կրումը մարդու իրավունքների կոնցեպտի դեմ է, այն անպատժելիություն է երաշխավորում շատ լուրջ հանցագործության համար։ Կարծում եմ բացառիկ դեպքերում կարելի է քննարկման առարկա դարձնել այս վարձկանների հանձնումը Սիրիայի իշխանություններին, ընդ որում հաշվի առնելով բավարար իրավական հիմքերի առկայությունը, այդ թվում պատժի կրման նպատակով հանձնման առնչվող միջազգային փաստաթղթերը, եւ եթե երբևէ Հայաստանը այդ քայլին պետք է գնար, կարծում եմ բանակցություններով պետք էր հասնել գոնե դատապարտվածի կարգավիճակ ունեցող բոլոր հայերի վերադարձին, որպիսի միջազգային իրավունքի դեմ այս գործողությունը որոշակի արդարացում ունենար, իմ գնահատմամբ սա համարժեք չէր։ Ամիսների ձգձգումից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանից վերջապես տեղեկություններ է ստացել հայ գերիների վերաբերյալ, ինչ տվյալներ են ստացվել եւ արդյոք դրանք արժանը հավատեն։ Հիմնականում տվյալները առնչվում են պահման վայրին, որ խցերում են պահվում, ինչպիսի խցակիցներ կան, ինչ առողջական խնդիրներ ունեն եւ որոշակի նկարագրություն կա սննդի, սենյակի դասավորության, քառակուսի մետրերի օդափոխության եւ այլ պայմանների առնչությամբ։ Այդ տվյալները մեծամասամբ իրականությանը համապատասխանում են, սակայն մենք ունենք նաեւ դիտարկում, որ լուսանկարները, որտեղ ցուցադրված են հայերը, դրանք ոչ թե նրանց գտնվելու պահման մշտական վայրեր են, այլ փոփոխական վայրեր, որոնք օգտագործվում են հենց ցուցադրական նկարահանումների համար եւ բացի այդ խցերը ժամանակի ընթացքում նաեւ փոփոխությունների են ենթարկվել եւ կախված նրանից թե որ վայրում են, որ քրեակատարողական հիմնարկում են պահվել, այստեղ թե խցային պայմանները եւ թե աշխատակիցների վերաբերմունքը էապես տարբեր է եղել։ Մենք ամբողջ ծավալով չենք վստահում առողջական տվյալներ պարունակող տեղեկատվությանը, այստեղ օբյեկտիվ հետազոտության սահմանափակ արդյունքներ կան։ Մեծամասամբ մենք տեսնում ենք ադրբեջանցի բժիշկների գրառումները, սակայն բուն սարքավորման տեստի արդյունքը կից ներկայացված չէ, ինչը դարձյալ արժանահավատությունը կասկածի տակ դնող հանգամանք է։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության եւ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարություններն առանձին են ընթանում։ Ինչու՞։ Իրավական եւ փաստական հիմնավորվածություն չունենք, Ռուբեն Վարդանյանին վերագրում են նույն հանցագործությունները, ինչ Արցախի այլ ռազմաքաղաքական ներկայացուցիչների, նրանց գործերում օգտագործվող կեղծված ապացույցները ամբողջովին նույնական են, քննարկվող ժամանակահատվածը նույնական է եւ նաեւ նշեմ, որ նախաքննության շրջանակներում այս գործը միացված է եղել, այսինքն ի սկզբանե եղել է 16 գործով նախաքննություն, սակայն հետագայում է, որ գործը անջատվել է, որի առնչությամբ իր անհամաձայնությունն է հայտնել նաև Ռուբեն Վարդանյանը, սա ըստ էության պայմանավորված է նրա անձով, խնդիրները բարձրաձայնելու պատրաստակամությամբ եւ այս ճանապարհով միջազգային ուշադրություն հրավիրելու հանգամանքով Ադրբեջանը նրա գործը առանձնացնելով փորձել է առավելապես մեկուսացնել նաև տեղեկատվական հոսքերը եւ սա մենք դիտարկում ենք առավելապես քաղաքական որոշում։ Ադրբեջանի նկատմամբ ճնշման ինչ գործիքներ կարող են կիրառվել Բաքվում ապօրինաբար պահվող 19 պաշտոնապես հաստատված գերիների վերադարձն արագացնելու համար։ Եվրոպարլամենտի բանաձևը ապահովված է քաղաքական եւ բարոյական ուժով, քաղաքական աջակցության պարագայում իմ գնահատմամբ նրանք կարող են բանեցնել քաղաքական ճնշում, իհարկե առավել արդյունավետ եմ համարում Եվրոպական միություն եւ ԱՄՆ ներգրավվածությունը, ինչու ԱՄՆ-ն, քանի որ նախ խաղաղության նախաստորագրված պայմանագրում ակտիվ դերակատարում է ունեցել ամերիկյան կողմը եւ երկրորդը Ամերիկան ներկա աշխարհաքաղաքական պայմաններում ունի հատուկ ազդեցություն մյուս երկրների վրա եւ կարծես ուժային կենտրոնը միջազգային իրավունքի գտնվում է հենց ԱՄՆ իշխանությունների ձեռքում։ Ճանապարհը տեսնում եմ հենց քաղաքական եւ դիվանագիտական ճնշումը, որը պետք է լինի շատ ինտենսիվ, հետեւողական եւ այս ճնշումը կարող է հանգեցնել
դիմել բեկումների այնտեղ գտնվող հայերի ազատ արձակման։ Անհաջողության պարագայում մենք պետք է պատրաստ լինենք գործադրել նաև դատական ակտերի միջոցով առաջացող քաղաքական ճնշումը, եւ սա է պատճառը, որ դիվանագիտական քաղաքական աշխատանքը պետք է համակցվի նաև իրավական աշխատանքի հետ։ Թորոսյանների ընտանիքի մասին պատմող մեր նախորդ տեսանյութը հիրավի մեծ արձագանք գտավ հանրության շրջանում։ Ու դա բնական է, չէ՞ որ այն նման էր հեքիաթի, հրաշքի։ Անանուն բարերարը տուն է գնում խարխուլ վագոն տնակում ապրող 8 հոգանոց ընտանիքի համար, նրանց խոստանալով նաև մեքենա ու անասուններ նվիրել, որպեսզի տան տղամարդը ապահովվի մշտական աշխատանքով։ Ասեք որ հեքիաթ է։ Այս բացառիկ պատմությունը հազարավոր մարդկանց մոտ հույս է արթնացրել։ Մեր խմբագրությունում հեռախոսազանգերը չեն դադարում։ Սոցիալական ծանր պայմաններում գտնվող շատ ընտանիքներ ակնկալում են, որ մի հրաշք էլ իրենց հետ կպատահի։ Ցավով պետք է փաստեմ, որ հրաշքները մասսայական բնույթ չեն կրում։ Հետևաբար ակնկալել, որ մեր մշտական էջում հայտնվող ամեն ընտանիք նույն բախտին է արժանանալու, զուր հույսերի շարքից են։ Թեև ամեն ինչ անում ենք, որպեսզի հնարավորինս շատ ընտանիքների համար թունելի վերջում լույս երևա։ Այս անգամ մեր նկարահանող խումբը ճամփա էր բռնել դեպի Հարմավիրի մարզի Լուկաշին համայնք։ Ըստ էության Սարգսյանների ընտանիքի կենցաղային պայմանները գրեթե չեն տարբերվում Թորոսյանների նախկին կենսակերպից։ Միակ տարբերությունն այն է, որ նույն 20 քառակուսի մետր տարածքում բնակվում է ոչ թե 8, այլ 6 հոգի։ Բնակվել ասածն էլ կարծում եմ չափազանցված է, ավելի ճիշտ է ասել գոյություն է քարշ տալիս։ Որպեսզի լիարժեք պատկերացնեք ընտանիքի ծանր վիճակը, ասեմ, որ նրանք չունեն սանհանգույց եւ լոգասենյակ։ Հենց Սարգսյանների ընտանիքի համար է ասված, փորձանքը մենակ չի գալիս։ Նկատի ունեմ փաստը, որ սոցիալական ծանր պայմաններին գումարվել են նաև առողջական լուրջ խնդիրները։ Մասնավորապես երեխաներից մեկը հաշմանդամ է, տառապում է Դաունի համախտանիշով ու շաքարային դիաբետով։ Գրեթե ամեն օր երեխայի արյան շաքարի մակարդակը հասնում է 35-ի, ու չնայած նա ընդամենը 9 տարեկան է, արդեն անցել են ինսուլինային բուժման։ 12 տարի երեխա չունենալուց հետո 4-ին լույս աշխարհ բերած ամուսինները հիմա շիվարած են։ Չգիտեմ, որ խնդրի հետևից գնան ու ինչպես դրանք լուծեն։ Առավել եւս, որ ընտանիքի մոր առողջականն էլ լավագույններից չէ, նա էլ անօթային լուրջ խնդիրներ ունի։ Ներկայացնում եմ Սվետլանա Ավդիշյանի «Լույսի հույսով» տեսանյութը։ Mama. Did you, Mama? Ինամյա Վարդուհին Սարգսյանների տան ուրախությունն ու ջերմությունն է, բոլորին համախմբողը, ընտանիքի միակ դեղ ու դարմանը։ Որ նեղված եմ ունում գալացում, գաս աչքերս ոտր, լույս։ Արմավիրի մարզի Լուկաշեն համայնքում բնակվող այս ընտանիքը երկար է սպասել Աստծո օրհնությանը։ 12 տարի երեխա չունենալուց հետո Գայանեն ու Արթուրը 4 հրաշք բալիկների ծնողներ են դարձել։ Ընտանիքի այս պայծառ ու լուսավոր աղջիկն ունի Դաունի համախտանիշ, եւ սա նրա միակ առողջական խնդիրը չէ։ Ծնված օրվանից տարատեսակ հիվանդություններ է հաղթահարել ու դեռ շարունակում է պայքարել։ Վարդուհին 8 տարեկան է եղել, երբ մայրը տեսել է, թե ինչպես է երեխան աչքի առաջ թուլանում ու ընկնում։ Հասցրել են հիվանդանոց, պարզվել է, որ կոմայի մեջ է։ Բժիշկները երեխայի մոտ շաքարային դիաբետ են հայտնաբերել։ Դե մենք չգիտենք, որ իր մոտ դիաբետ է սկսվել, տիպ 1 դիաբետն է, չի հասկանում ինչա կատարվում։ Չի պատկերացնում, չի կարա տենց լինի, մենք գեներով ոչ մեկս չունենք։ Ու տարան վերակենդանացում, եկավ ինձ ասեց, որ ինքը ծայրահեղ ծանր է։ Ասես պատրաստ եղեք, հնարավոր է, որ կանխատեսելի կյանքի պայքար չկարողանա։ Փոքրիկ աղջիկը 5 օր կոմայի մեջ է եղել ու հրաշքով է փրկվել, բայց մինչև օրս կյանքի ու մահու կռիվ է տալիս։ Այս ընտանիքում բոլորը մոռացել են սեփական հոգսերն ու խնդիրները, ապրում ու շնչում են Վարդուհու քաղցր ծիծաղով։ Նրա ամեն մի քայլը փոքրիկ առաջընթացը մեծ հաղթանակ է, որը միավորում է բոլորին ու դարձնում ավելի ուժեղ։ Ամեն անգամ իր շաքարը բարձրանալուց իր ամբողջ անոթները քայքայվում է, որովհետև ես բժշկու հետ խոսեցի, քայքայումից հետո արդեն պարզա, որ երիկամները չի գործում ու դե ալես, ինքը փոքր է, ինքը չի դիմանա ոչ մի բանի։ Սրտիս խորքում չեմ հաշտվում դրա հետ, օրից մի օր ասում եմ մեկա Վարդուհին բուժվելու է, որովհետև չգիտեմ, ինքը խնդրով է, որ պայքարում ենք ընտանիքում իր համար ամեն ինչ լավ լինի։ Փոքր է, որ լավն է, բարի երեխա է։ Ոչ մեկին չի նեղացնում։ Վարդուհին շատ բարի է, անկերասեր է, մեկ է շատ է սիրում իր քորիկներին ու աղբորը։
Իսկ դուք? Ես ամենաշատը։ Երբ ծնողները աշխատանքի են գնում դառը քրտինքով, որ վահացը վաստակելու, հենց Մարկն է խնամում քրոջը։ Մայրը սովորեցրել է տղային ինչպես չափել քրոջ շաքարը եւ որ դեպքում ինսուլին ներարկել։ Ամուսինները բերքահավաքի են գնում, որ վաստակած չնչին գումարով երեխայի բուժման ծախսերը հոգան։ Ասելով անանում, չափում եմ ու սրսկում։ Որ դեպքում կարելի է սրսկել։ Շաքարը բարձր է։ Ինչքան պիտի հասնի որ սրսկել։ Շատ չէ, մի որ հելնում է, արդեն պետք է սրսկեն, որ ինքը իշնի։ Բերքահավաքը սկսում է երկուսս էլ գնում ենք, որովհետև անհնար ասենք։ Մենակ հիմա իր սարքը, որ վարդուն դնում ենք այդ սարքը ձեռքին, մինչև 30-32 հազար առել եմ, 27 000, վերջում 25-ով եմ առել այդ սարքը, 14 օրում մեկ սարքը փոխվում է, ինքը այդպես չի ամսվա մեջ 2 անգամ պիտի փոխվի։ Միայն թե Արթուրը արդեն լիարժեք աշխատել չի կարողանում։ Ոտքի բարդ ու ծանր երկու վիրահատություններից հետո ամեն պատահած աշխատանք կատարել չի կարող։ Չարաբաստիկ դեպքից հետո տղամարդը նույնիսկ կոշիկ հագնել չի կարողանում։ Գնացի Ռուսաստան, դե նոր մտել էի աշխատելու, տրակտորը եկա, գործերի մոտը, մի ամիտ, ասենք չայ տղա էր, խփեց տանց ոտս մնաց գործերի արանքը, ասենք կտրվավ էլի, թե ոնց են հիմա կրծել, ես եմ սարմացած ճիշտ ասած, 50 մետր չեմ կարում քայլան կոշիկով, ամարձում էր, ասենք չստիկներով։ Նոյեմբեր ամսին աղամ կտրելու են գնում ամուսիններով, դե ռեզինի սապոկ պիտակից ինքը չստիկներով էր եկել ջրի մեջ։ Որ ասեմ Արտուր այդ քո աշխատած 6-7 հազարը մեզ պետք չի, դե հազիվ տեղ առնենք, հեսա թրջվելու ես կարգավիճակ, բայց դու սառում եմ ատի, ինքը վարկյանական, ասենք հնարավոր չի էլի տենց։ Բոկկատով, ասենք կոշով, ասենք արագության ընթացքից եկա, չպատկերացրեց, որ ինքը կֆրցնի, կգա իմյա, ու մնաց բորձուրի արանքը, կոշիկով, ասենք կտրել կցրի, ընդհանրապես չի շարժում։ Արթուրը միակը չէ, որ առողջական խնդիրներ ունի։ Տանտիկինը իր հերթին պայքարում է ոտքերի անոթների հետ կապված խնդիրների դեմ, բայց սա նրան չի խանգարում մայրաբար կռիվ տալ իր ձագերի երջանկության ու բարեկեցության համար։ Սարգսյանների ընտանիքը ապրում է գյուղապետարանին պատկանող հանրակացարանում, որտեղ պայմանները բառի ամենաուղիղ իմաստով սարսափելի են։ Շենքը, որում ապրում են այս մարդիկ, աղետալի վիճակում է, թվում է, թե ուր որ է կփլվի։ Ինքը վթարային է, երևակայի 4-րդ կարգի եւ ավելի, չունենք ոչ մի կոմունալ հարմարություն։ Հասարակ անգամ տոալետից ենք զրկված, երեխաներին լողացնում ենք այստեղ տաշտի մեջ, կոպիտ ասած մենք էլ ենք կարգավիճակը։ Ուզում եմ ես տուն ունենանք, որ Անդե ապրեմ։ Ես իմ բանը ունենամ, սենյակը ունենամ։ Անդե բանը մենակ ես իմ բան ամաչում եմ, արդեն որ իմ քուրիկների հետ սենյակում եմ անդե մենակ։ Տուալետները չեն էլ աշխատում, տուալետ չկա, ստե կանալիզացիա գոյություն չունի, ստե ամառը մտնել չի ինում, հիմա մի քիչ որ տաքացա, ընդհանրապես ասենք ես միջած մի մոտ մարդ որ գալիս է, քիթը փագած sense մտնում աստե, սազվելու են գալի, արդեն պատերը քանդվում են, սա ջրերը թափում են պատերով, ասենք տրոբա չկա, որ ասենք կրշից որ թափում է, սա պատերն է օրեն, հեսա մի հատ որ թեթև երկրաշարժանի, այս կես շենքը չի։ Սարգսյաններն ապրում են թոշակի եւ նպաստի հույսով։ Ընտանիքը հասցրել է կուտակել նաեւ շատ պարտքեր։ Տան տղամարդը անճարությունից չգիտի ում դիմել, ում խնդրել, որ աշխատանք գտնի։ Մոտակա գազալցակայաններում է փորձում որևէ գործ գտնել, բայց ապարդյուն, ոչ ոք ձեռք չի մեկնում։ Երեխաները ձեզնից հաճախ ինչ են խնդրում։ Իմ երեխաները ոչ բան չեն խնդրում, երեխաները գիտեն, որ հնարավորություն չկա։ Ասենք խնդրեն, որ հնարավորության դեպքում իմանա, որ կարամ անել, բայց որ չկա այդ հնարավորությունը իրանք էլ են։ Իմ երեխեքը շատ հասկացող երեխեք են, որ խանութ է գնալ, չէ, իմ երեխեն ասեն կյանքում չի ասեն, զիմած ամունար կամ ինչ-որ ես առաջ չէ, իրանք ասեն կյանքում։ Ինչ ես ուզում ամենաշատը այս աշխարհում։ Որ իմ քուրիկը բոժվի, որ իմ մամայի ոտերը կապոտում է, բոժվի։
Երեխաներն այնքան զուսպ են, համեստ ու տաղանդավոր, որ ինչ-որ պահի նրանց փոխարեն ինքդ ես շփոթվում, երբ տեսնում ես նրանց կենցաղի անմարդկային պայմանները, որում ապրում են։ Մարկը օրինակ աննկարագրելի տաղանդավոր տղա է։ Սարյանական գույներով 11 տարեկանում Հայաստան աշխարհն է նկարում ու իր կտավներով բոլորին բառերից զրկում։ Ասի Սարյանի նկարները ես նկարել եմ 9 տարեկանում Հայաստան աշխարհը։ Չնայած ծանր փորձություններին ու կյանքի խոչընդոտներին Սարգսյանները շարունակում են պայքարել ու անսասան հավատով կռիվ տալ վաղվա օրվա համար։ Նրանց պատմությունը եւս մեկ անգամ հիշեցնում է, որ ընտանիքի միասնությունն ու փոխադարձ սերը ամենածանր բեռն անգամ կարող են թեթևացնել։ Չեն ընկճվում փորձություններից, համբերությամբ են տանում դժվարությունը վստահ, որ մի օր իրենց լույսն է բացվելու։ Սվետլանա Ավդիշյան, Վահրամ Ավոյան, Սուրանգյուն։ Թողարկման երկրորդ հատվածում կներկայացնենք։ Ամիսներով այդպես էլ չէին կարողանում իրենց հասանելի անվճար դեղերը ստանալ։ Մանկական հաշմանդամություն ունեցող կարգավիճակ ուներ, չափահաս դարձավ, այն դադարեց։ Այդ հնարավորությունը ունենային, չէինք հայտնվի կոմատոզ վիճակում։ Նույնիսկ պոլիկլինիկաներում են արդեն հրաժարվում ուղեգիր տրամադրել անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողով դիմելու համար։ Իբր օրինակ անդամալույց մարդու, չգիտեմ, ձեռքը կամ ոտքը կարող են նորից աճել։ Հաշմանդամության սահմանման գործընթացը փոխել են, բայց գաղափարը թողել նույնն է։ Պետք է պարտադիր հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակ սահմանել։ Բոլորի դեպքում նույն մոտեցումն ունենալը կարգը սահմանելուց հետո թեկուզ մեկ անգամ դարձյալ հանձնաժողով հրավիրել ճիշտ չէ։ Հանձնաժողովի անդամները ուսերը թոթվեցին եւ ոչինչ չարեցին։ Ինչ փոխվեց մանկական հաշմանդամություն ունեցող երեխայի կյանքում 18 տարեկան դառնալուց հետո։ Եվ նույնը դա չի անցնելու։ Կենտրոնի նույնը, դա ինչ անում։ Գուցե բախտը բերի ու մեկը տեղ ազատի։ Պետք է ջարմանակ եւ լճարը։ Կարող է արգելվել մեքենաների կայանումը եւ մեծ հաշվով նման որոշումը կլինի պատճառաբանված։ Կայանատեղների գները մի 2-3 անգամ բախտ։ Եթե Երևանի բոլոր թաղամասերում նման ուղեփակոցներ լինեն, ամենուրեք կայանումը կդառնա իսկական գլխացավանք։ Սրանք լուծում են հազարավոր կոնֆլիկտներ։ Մեքենաների մուտքի արգելքը որոշ տարածքներ տալիս է կարճաժամկետ էֆեկտ։ Երկարաժամկետ լուծումների համար երկարաժամկետ ռազմավարություն է անհրաժեշտ։ Կասկադում է ազգի հյուսիսային պողոտային։ Այստեղ պետության դերը խնդրի ձևակերպումն է։ Նա հետո Քրիստոսի աղը։ Դրանց ներսում հնարավոր է փորման աշխատանքներով մի քանի հարկանի կայանատեղի կառուցել։ -1 հարկը հանրային տարած։ Պարտադիր բժշկական ապահովության համակարգի գործարկումը շատերի մոտ կասկած առաջացրեց, թե պետությունը ֆինանսական իր բեռը փորձում է դնել քաղաքացիների ուսերին։ Պատասխանատուները բնականաբար համամիտ չեն այս տեսակետի հետ։ Պնդում են, թե կիրառում են միջազգային լավագույն փորձը եւ որ պետությունը եւս անելիք ունի այս համակարգում։ Սակայն երբ ուսումնասիրում են առողջապահական ոլորտի այլ դրվագներ, պարզ է դառնում, որ նշածս կասկածները ամենևին էլ անհիմն չեն։ Բացատրեմ, թե ինչու։ Բանն այն է, որ տիպ 1 շաքարային դիաբետ ունեցողները վերջին ամիսներին հաշմանդամության կարգ չեն ստանում, հետևաբար չունեն նաև արտոնություններ։ Նոր օրենսդրությամբ մինչև 18 տարեկան երեխաները ֆունկցիոնալ խանգարումների դեպքում կարող են ստանալ հաշմանդամության կարգավիճակ եւ անվճար բուժօգնություն։ Սակայն, երբ շաքարային դիաբետ ունեցող երեխան դառնում է չափահաս, կարգավիճակը դադարեցվում է։ Այսինքն արտոնությունները վերանում են, իսկ բուժօգնությունը դառնում է վճարովի։ Համենայն դեպս ըստ ոլորտի փորձագետների 18 տարեկանից բարձր անձանց համար հաշմանդամության կարգ ստանալը գրեթե անհնար է, դիմումները համատարած մերժում են։ Իսկ ինչպես է եղել նախկինում։ Տիպ 1 շաքարային դիաբետ ունեցողները մինչև 18 տարեկան ստանում էին հաշմանդամի կարգավիճակ, 18-ից բարձրի դեպքում հաշմանդամության առաջին, երկրորդ կամ երրորդ կարգ, որը ենթադրում էր արտոնություններ եւ ֆինանսական աջակցություն։ Այժմ սակայն այդ գործառույթը իրականացնում է անձի ֆունկցիոնալության գնահատման հանձնաժողովը։ Բայց արյութես, որ հանձնաժողովի կազմում հաճախ բացակայում են նեղ մասնագետները, տվյալ դեպքում էնդոկրինոլոգները, ինչն էլ կասկածի տակ է դնում որոշումների օբյեկտիվությունը։ Պոլիկլինիկաներում նույնիսկ հրաժարվում են ուղեգիր տրամադրել, ասում են միևնույն է, հանձնաժողովը կարգ չի տալու։ Հետաքրքիր է այս թամաշայի հետևանքով որքան գումար խնայեց պետությունը։ Էդուարդ Պողոսյանի տեսանյութը վերնագրել ենք հաշմանդամության սպանդը։
Շաքարային դիաբետ ունեցող դստեր բժշկական փաստաթղթերի հերթական տրցակը հավաքած Ալինան գալիս է բուժ հաստատությունից։ Մինչև 18 տարին բոլորելն աղջիկը մանկական հաշմանդամություն ունեցող կարգավիճակ ուներ։ Չափահաս դարձավ, այն դադարեց։ Իմ երեխան ձեռքի բերել 11 տարեկանից հաշմանդամություն, հաշվառել ենք հիվանդանոցում, նրան հիվանդանոցում էպիկրիզներ տվեցին եւ մենք թղթերը դասավորեցինք, ասեցին, որ սա մանկական հաշմանդամություն է, համարելով, որ դա մանկական հաշմանդամություն է, մինչև կյանքի վերջը գնալու է։ Հիմա արդեն երեխան դարձել է 18 տարեկան, մնացել է ստվերում։ Հաշմանդամության կարգավիճակը դադարեցրել են, դրանով պայմանավորված առավելությունները, այդ թվում ամսական թոշակը նույնպես։ Ես չեմ ուզում, որ իմ երեխային ասեն հաշմանդամ կամ թոշակառու։ Գոնե տվեք այն հնարավորությունը, որ մեր երեխաները տարվա մեջ գոնե 3-4 անգամ հնարավորություն ունենան հիվանդանոցում պարկելու։ Այ եթե իրանք տարեկան 2 անգամ, գոնե 2 անգամ կարողանային պարկեն, այդ հնարավորությունը ունենային, չենք հայտնվի կոմատոզ վիճակում եւ պրեկոմա վիճակում, չենք հայտնվի հիվանդանոցում, դա անհրաժեշտ է, որ դու ծայրահեղ ասիճանի չհասնես, նոր հասնես հիվանդանոց։ Տիպ 1, այլ կերպ ասած, պատանեկան դիաբետ ունեցողների ծնողներից բազմաթիվ ահազանգեր է ստացել Սուրանկյան խմբագրությունը։ Քաղաքացիները պնդում են չափահասության շեմն անցնելուց հետո առողջական այս խնդրով երեխաներին, չնայած նախկին փորձին, համատարած մերժում են տալ հաշմանդամության կարգավիճակ։ Ավելին, նրանց խոսքով, նույնիսկ պոլիկլինիկաներում են արդեն հրաժարվում ուղեգիր տրամադրել անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողով դիմելու համար, ասում են միևնույն է կարգ չեք ստանալու։ Այստեղ ինքը նշված է, որ միջին ծանրության լաբիլ ընթացքով կետոզի հակումով, այսինքն 3 ամիս անընդհատ երեխայի շաքարը եղել է բարձր ցուցանիշներով, ընդհանուր մինչև 33 եւ որ գլյուկոմետրը ցույցել չի տվել, բայց մեր ԲՍՓ-ի հանձնաժողովի անդամները ուսերը թոթվեցին եւ ոչինչ չարեցին։ Ալինայի նշած ԲՍՓ-ն բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովն է։ Նոր կարգով այս խմբում ներառված մասնագետներն են գնահատում քաղաքացու բժշկական փաստաթղթերը, զրուցում, հետո նաև տեղում ստուգում անձի ֆունկցիոնալ կարողությունները եւ վերջապես որոշում ընդունում նրան տալ հաշմանդամության կարգավիճակ, թե ոչ։ Որևէ իրավական ակտով ոչ մինչև 21 թվականը եւ ոչ էլ 21 թվականից հետո սահմանված չի որևէ ախտաբանական վիճակ, որի դեպքում անձին պետք է պարտադիր հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակ սահմանվի։ Եվ հակառակը, չկա այնպիսի մի ախտաբանական վիճակ սահմանված, որի դեպքում պետք է հաշմանդամություն չսահմանվի։ Օրենքն ասում է հետևյալը՝ հաշմանդամությունը հենաշարժական, մտավոր, զգայական, երկարատև խնդիրների հետևանքով առաջացած վիճակ է, երբ անձը միջավայրային գործոնների հետ առնչության արդյունքում կենսագործունեության եւ մասնակցության ներառվելու սահմանափակում է ունենում։ Հղում անելով իրավական այս մեկնաբանությանը միասնական սոցիալական ծառայության պաշտոնյան պնդում է, հաշմանդամության սահմանման գործընթացը փոխել են, բայց գաղափարը թողել նույնն է։ Այսինքն կարգավիճակն ունենալու համար անհրաժեշտ է, որ անձի մոտ հիվանդության առկայությունը հանգեցրած լինի հենաշարժական, հոգեկան, մտավոր, զգայական, օրինակ տեսողության, լսողության խնդիրների։ Սահմանափակման կբերի գոնե 1/4-ի չափով, այսինքն մարդու ամբողջ կարողությունների 1/4-ը կկորի, որ անձը սահմանվի ունենա հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակ, դա 25%-ն է։ Սկզբից մի անգամ մերժեցին տալով 13% ֆունկցիոնալությունը, հետո 19% ֆունկցիոնալությունը 20 օրվա մեջ։ Հիմա ես սա վերել եմ ամսի 30-ին, որ հիվանդանոցի շտապ օգնության պոլիկլինիկայում պարկել ենք 4 խաչով, անալիզի պատասխաններն են։ Սա այնը, որ երեխայի վիճակը գնալով վատանում են։ Նույնիսկ անդամալույց մարդկանց տարին 1 կամ 3 տարին 1 կանչում են այդ քննող հանձնաժողովի մոտ, այդ գնահատող հանձնաժողովի մոտ, իբր օրինակ անդամալույց մարդու, չգիտեմ, ձեռքը կամ ոտքը կարող են նորից աճել։ Եվ անկեղծ ասած ես որևէ տրամաբանություն չեմ գտնում իրենց աշխատանքի մեջ, որովհետև գլոբալ առումով, եթե կա հաշմանդամություն, եթե պացիենտին տրվել է այդ հաշմանդամության կարգը, շատ քիչ դեպքերում է, երբ այդ հաշմանդամության կարգը փոխվում է։ Կան դեպքեր, երբ կրկնակի փորձաքննության անհրաժեշտություն կարող է առաջանալ, շարունակում է փորձագետն ու խոսքը միանգամից բայցով կտրում, բայց բոլորի դեպքում նույն մոտեցումն ունենալը կարգը սահմանելուց հետո թեկուզ մեկ անգամ դարձյալ հանձնաժողով հրավիրել ճիշտ չէ։ Ինչ փոխվեց մանկական հաշմանդամություն ունեցող երեխայի կյանքում 18 տարեկան դառնալուց հետո, հարցնում է Գևորգ Գրիգորյանը։ Ծնված օրվանից այդ երեխան ոնց որ ասած սկսում է ընտելանալ, որ ինքը ոչ միայնակ է ապրելու, այլ ապրելու է այդ դիաբետի հետ։
Դա վարքագիծը, դա կրթությունը հատուկ, դա կոնկրետ դեղորայք է, դա շատ տարբեր բաներ է, սննդակարգ է, հստակ ակտիվություն է եւ այլ, տիպ 1 շաքարային դիաբետով պացիենտները ավելի լավ կլինի, որպեսզի բարբերաբար այցելեն պոլիկլինիկա, ստանան իրենց դեղորայքը, անցնեն անհրաժեշտ հետազոտությունները, քանց թե տանենք այդ գնահատող հանձնաժողովի մոտ, որովհետև միևնույնն է, դա չի անցնելու։ Հանձնաժողովի մասին Ալինան օրինակ, ինչպես նաև փորձագետները բժշկասոցիալական փորձաքննության խմբի օբյեկտիվությունը կասկածի տակ են առնում։ Այստեղ չկա օրինակ հենց նեղ մասնագետ, շաքարային դիաբետի դեպքում էնդոկրինոլոգ։ Այնտեղ ես տեսա միայն ֆիզկուլտուրայի ուսուցիչներ, աթոռին նստացնեն, ձեռքերդ խաչի, նստի, քայլի, աթոռը վերցրու սենյակով մանարի, ծնողներ ունենք, խմբեր ունենք, որ իրանք բողոքում են, ասում են, եթե խոսքի մազերը հարդարված է լինում, թափով է լինում, ասում են, կերած խմած ես, գյուղի կատմածուն կերած ես, մենք այստեղ չենք, դուք այստեղ չեք եկել, որ քննարկեք մարդու վիճակը, դուք նրան ներսը չեք տեսնում, դուք տեսնում եք նրան ֆիզիկական էությունն եք տեսնում։ Միասնական սոցիալականում հաստատում են էնդոկրինոլոգներ, օրինակ, չկան այս հանձնաժողովներում, պարտադիր պայման չէ։ Իրավական ակտը ասում է կարող է լինել գնահատող մասնագետներ, որից երկուսը ֆունկցիա գնահատող, երկուսը, մեկ-երկուսը, 2-ից 3-ը կարողություն եւ մասնակցություն գնահատող։ Բոլոր մեր մասնագետները վերապատրաստվել են գնահատում իրականացնելու, ոչ թե բուժում կազմակերպելու։ Էնդոկրինոլոգները բուժում են, արդյունքներով ներկայացնում են մեզ։ Բուժման ֆունկցիան հենց էնդոկրինոլոգների վրա է դրված։ Գնահատող մասնագետը պետք է լինի էնդոկրինոլոգ, որպեսզի կարողանա ասել, այս պացիենտը օրինակի համար ռեմիսիայում է կամ ժողովրդական լեզվով ասած շաքարը քնած է, նա նաև կանխարգելում է դիաբետի բարդությունները, այդ նույն էնդոկրինոլոգը գնահատում է պացիենտի իրավիճակը եւ որոշում է, թե այս պացիենտը մոտակա ամիսների ընթացքում ինչ կենսակերպով պետք է ապրի, որպեսզի հիվանդությունը չբարդանա։ Այստեղ նկատենք նաեւ, որ փաստացի առողջապահական համակարգի մեգաձեռնարկից համընդհանուր ապահովագրությունից եւս դուրս են մնացել այս մարդիկ։ Օրինակ հենց Ալինայի դուստրը պետությունը մինչեւ 18 եւ 65-ից բարձր տարիք ունեցողների բեռն է իր ուսերին առել, որ կամ էլ ում դուռը թակեն նրանք, երբ զրկվում են նաեւ հաշմանդամության կարգից։ Նախորդ տարի էլ պատանեկան դիաբետ ունեցողները ամիսներով այդպես էլ չէին կարողանում իրենց հասանելի անվճար դեղերը ստանալ։ Ինչ անել այսօր, երբ նույնիսկ ապացուցելու խնդիր կա, հիվանդությունը բարդացրել է կյանքը։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանգյուն։ Ապրում կամ աշխատում եք մայրաքաղաքի կենտրոնում, ունեք մեքենա, աշխատանքի բերումով էլ օրվա ընթացքում ստիպված եք լինում այդ մեքենայով շրջել քաղաքի բանուկ հատվածներով, ի խորոց սրտի ցավակցում եմ ձեզ։ Պատկերացնում եմ, թե ամեն օր, օրը մի քանի անգամ, ինչպես եք հույսով լցված պտտվում տարբեր փողոցներում մի ոտնատեղ ավտոկայանատեղի գտնելու ակնկալիքով։ Բայց ցավն այն է, որ ձեզ նման հազարավոր մարդիկ նույնն են անում։ Արդյունքում շատերի բախտը այդպես էլ չի բերում, եւ նրանք կամ տուգանվում են չթույլատրված վայրում կայանելու համար, կամ էլ ստիպված են լինում մեքենան թողնել նշանակետից բավականին հեռու։ Օրիգինալ չեմ գտնվի, եթե ասեմ, որ խնդիրը ինքն իրեն չի լուծվելու, հակառակը խորանալու է։ Ինչու՞։ Որովհետև մեքենաների թիվը տարեցտարի ավելանում է, իսկ դրանց գերակշիռ մասը շահագործվում է հենց Երևանում։ Ուստի կարելի է եզրակացնել, որ ավտոկայանատեղիների հարցը ռազմավարական լուծման կարիք ունի, այսինքն կիսատ միջոցները չեն աշխատելու։ Հիմա հասկանանք, թե ինչ լուծումներ են առաջարկում մասնագետները։ Առաջարկները տարբեր են, սակայն դրանց մի մասը վիճահարույց է, մի մասն էլ չափազանց վիճահարույց։ Օրինակ, կա առաջարկ կենտրոնում եւ Արաբկիրում ավելի բարձրացնել կայման վճարները։ Համաձայն եք, վիճահարույց առաջարկ է, որովհետեւ եթե մարդը ի վիճակի է վճարել 160,000 դրամ, կվճարի նաեւ 200,000-ը, այսինքն ավտոկայանատեղի խնդիրը չի լուծվի։ Մյուս առաջարկը բակային տարածքներից արգելափակոցները հեռացնելն է, որպեսզի կողմնակի անձին եւս կարողանան կայանալ այնտեղ։ Սակայն սա եւս ելք չէ, որովհետև մի կողմից այդ շենքերը խիտ բնակեցված են, այդ իսկ պատճառով բակերում ասեղ գցելու տեղ չկա, մյուս կողմից սա կառաջացնի բնակիչների լեգիտիմ զայրույթը։ Առաջարկը նաև Երևանում կառուցել ստորգետնյա կամ վերգետնյա ավտոկայանատեղիներ, սակայն դրա համար էլ հստակ բիզնես նախագծեր, լուրջ ներդրումներ ու պետության մասնակցությունն է անհրաժեշտ։ Մի խոսքով, իսկական խառնաշփոթ, որի հանգուցալուծումը մշուշոտ է։ Այդուհանդերձ Արմեն Աթալյանը փորձել է վարորդների եւ ուղևորների լուրջ դժգոհությունն առաջացնող խնդրի այլ լուծումներ գտնել եւ այժմ կներկայացնի կայանման ռեկետ տեսանյութը։
Ցերեկային ժամ, փոքր կենտրոն, կայանատեղի փնտրտուք։ Մեկ անգամ ես անցնում միևնույն փողոցով, երկրորդ, երրորդ, գուցե բախտդ բերի ու մեկը տեղ ազատի, մխրճվես։ Կարմիր գծերը մեքենան կայանելու համար մարդիկ հիմա շատ ավելի են վճարում, քան նախկինում, բայց դա իրավիճակը չի թեթևացնում։ Առաջ ասում է 35000 բաժանորդ է, հիմա ընդամենը 9000 բաժանորդ։ Այստեղ տեսնում ենք, որ մենք ուրեմն պայքարեցինք ու ստացվեց այդքան կարճատեցինք։ Ընկեր ջան, ընդամենը 9000 հոգին է 160000 դրամ վճարում։ Մնացածը ուղղակի կոպեկով երբ պետք է այդ ժամանակ եմ վճարում։ Ոնց որ ես, ոնց որ մնացածը։ Փոխարենը քաղաքում կայանատեղերի անբավարարության միտումն առիթ դարձավ, որպեսզի այլընտրանքային կայանատեղերը տնկանան։ Ստորգետնա կայանատեղիների գները մի 2-3 անգամ բարձրացավ։ Այն ժամանակ թե ժամը 100 դրամ, 200 դրամ ենք վճարում, հիմա 400-ից 500 դրամ է դարձել։ Լուրեր կան, որ քաղաքի գլխավոր զարկերակ փողոցների որոշ հատվածներում կարող է արգելվել մեքենաների կայանումը, եւ մեծ հաշվով նման որոշումը կլինի պատճառաբանված։ Այլ կերպ հնարավոր չի լինի հանրային տրանսպորտի աշխատանքը դարձնել արդյունավետ։ Ուրիշ հարց է, թե որտեղ են կայանելու տվյալ հատվածում աշխատողների մեքենաները։ Ռուստավելի փողոցը որ նայես, ինքը ամբողջությամբ երկու կողմանի համերգ անգամ Լենա Աբովյանից, երկու կողմանի ենք, հա, բայց երկու կողմը կայանալ արգելված է։ Բոլոր մեքենաները դեպի բակ են կայանում ու բոլոր բակերում էլ այնտեղ արգելած ինչ որ արգելապահ չկա, հա, որտեղ ոչ մեկի թույլ չեն տվել։ Այս մեր էս փողոցները, որ կան, այս բակային փողոցները, այն այնտեղ տեսեք արդեն բակ մտնողը դրած է այնտեղ։ Ու փակոց այնտեղ մեքենան չել կարող մտնել։ Երևանի բակերի անբաժանելի ատրիբուտներից մեկը սայտաղբյուրներից եւ զրուցարաններից բացի դարձել են ահա այսպիսի ուղեփակոցները, որոշ մարդիկ դրանց շլակ բավու են ասում։ Սրանք լուծում են հազարավոր կոնֆլիկտներ, որովհետև մարդիկ դադարում են մտնել եւ կայանել տվյալ բակերում իրենց մեքենաները, դե կենտրոնում եւ Արաբկիրում ավելի շատ։ Սակայն մյուս կողմից բավականին սրում են Երևանում կայանման խնդիրը։ Մի կողմից կարելի է հասկանալ մարդկանց, նրանք մտածում են սեփական կարիքների մասին։ Մյուս կողմից, եթե Երևանի բոլոր թաղամասերում նման ուղեփակոցներ լինեն, ամենուրեք կայանումը կդառնա իսկական գլխացավանք։ Օրինակ եվրոպական երկրներում հատուկ գծանշումներով սահմանված է, որ դու կարող ես այդ բակում կանգնես մինչև երեկոյան ժամը 6-ը, հա, 6-ից հետո պարտավոր ես այդ կայանատեղին ազատես, որտեղ ինքը այդ հատվածի բնակիչների համար է նախատեսված։ Երևանում կան ազատ տարածքներ, որոնք որևէ կերպ չեն օգտագործվում։ Այստեղ կայանումը պարզապես արգելված է եւ վերջ։ Օրինակ Վազգեն առաջին փողոցին հարող այս տարածքը կամ Շահումյանի հրապարակը։ Գուցե տեսքից գեղեցիկ է, բայց ընդունեք, որ կարիքի դեպքում տեսքը երկրորդական է։ Վճարովի կայանատեղիներում պետքա գովազդով մեքենաներ, պրակատի մեքենաներ կամ այնպիսի մեքենաներ, որոնք ծառայություն են որոշակի մատուցում, պետքա չլինեն։ Կարմիր գծում կայանած իր համար տեղ կա, այս տուրիստական մեքենաները, հա, իրանք չպետք է ստե կայանված լինեն։ Խոսք կա նաև մեքենաների հոսքը դեպի կենտրոն նվազեցնելու կարգավորումների մշակման մասին։ Տարբեր մեխանիզմներ են քննարկվում, որը կներդրվի, կարճ չէ։ Կենտրոնը բեռնաթափելու համար ինչա պետք է անել։ Ենթակառուցվածքներ են պետք ու հնարավորություններ ալտերնատիվ առաջարկել։ Օրինակ ինչ ես ասում, կենտրոն մի մտի, բա ինչ անեմ, ասում եմ մեքենա թող արի, որտեղ թողեմ մեքենա։ Աշխարհի մի շարք քաղաքներում գործնականում արդեն ապացուցվել է, որ մեքենաների մուտքի արգելքը որոշ տարածքներ տալիս է կարճաժամկետ էֆեկտ։ Երկարաժամկետ լուծումների համար երկարաժամկետ ռազմավարություն է անհրաժեշտ։ Մասնագետների կարծիքով ճակերտավոր ստորգետնյա Երևանի մասին մտածելու ժամանակն է եկել։ Ֆրանսիական հրապարակն է, թե չեմ սխալվում, այնտեղ շատ վաղուց տենց գաղափարներ էին պտտվում, որ կասկադը միացվի հյուսիսային պողոտային, հա, ասենց ընդհանուր մի ստորգետնյա ցանցով։ Այնտեղ մենք կարող ենք մի քանի մակարդակի վրա, ասենք, հարց լուծենք, հա, մինուս մեկ հարկը ինքը տենց անցումային կամ ինչ-որ բուտիկների, սրճարանների։ Ստորգետնյա ցանկացած մեծ կայանատեղի մեխանիկորեն կարող է դառնալ ապաստարան պատերազմի դեպքում։ Շինարարական աշխատանքներն էլ կարելի է կազմակերպել այնպես, որ քաղաքի շարժին որևէ կերպ չխանգարեն։ Մաշտոցի պողոտայի ինչ-որ մի հատվածում լինի, մի կտոր մենք վերցնում ենք մինչև ընդհանուր շինարարություն անելը, հիմնական հենասյունների հարցը մենք լուծենք, մեծ ծանր սյուներ ենք մխրճում հողի մեջ, մեր ուզած հարկայնությամբ, հա, իր վերևի հատվածի մակերեսը արդեն նախորոք մշակված
վերջնաշերտով բերում տեղակայում ենք միանգամից, շարունակում ենք մեր գործերը ընդերքում անել, վերևի տրաֆիկը առանց խախտելու։ Իրականում քաղաքում կան մի շարք վայրեր, որոնք նույնիսկ նման տեխնոլոգիայի կարիք չունեն։ Օրինակ, Սուրբ Սարգիս եկեղեցուն հարակից ստորգետնյա անցումը, որը երկար տարիներ արդեն դատարկ է։ Բարեկամության ստորգետնյա անցումը։ Դրանց ներսում հնարավոր է փորման աշխատանքներով մի քանի հարկանի կայաններ տեղի կառուցել։ -1 հարկը հանրային տարածք, -2, -3, -4 հարկերով, որտեղ որ մոտ 500-600 մեքենայի պարկինգի հարց է լուծվում։ Նման նախագիծ ժամանակին քննարկվում էր Շահումյանի հրապարակի տարածքի համար։ 10-15 տարի առաջ, սակայն, այդ նախագիծն ընթացք չստացավ։ Մի պարզ պատճառով։ Քաղաքաշինության ոլորտի պատասխանատուները չէին պատկերացնում, որ քաղաքում ավտոկայանատեղի չլինելը մի օր կդառնա սուր խնդիր։ -1 հարկի կոմերցիոն տարածք ես ուզում գնես, օրինակ պրոսպեկտում, հա, Մաշտոցի պողոտական շատ կենտրոնական մասերում։ Իրանց գինը կգերազանցի 4-5 $, որպես առաջին հարկին հարող գից տարածք կոմերցիոն։ Այսինքն մենք մի քառակուսին դեղ վաճառելով, հա, կարողանում ենք 10 քառակուսի կառուցենք։ 300-ից մոտավորապես $500 շրջանակներում, հա, 1 քառակուսի մետր նման կառույցները իրանց ինժեներական մասերով։ Պետությունն ունի հազար ու մի այլ խնդիր։ Ներդրումներ կատարել այս ոլորտում դժվար թե կարողանա, կմտածեն շատերը եւ ճիշտ էլ կանեն։ Մեծ հաշվով այստեղ պետության դերը խնդրի ձևակերպումն է եւ դրա լուծման համար մասնավորին ներգրավելը։ Ենթադրենք, ասենք 49 տարով ես ինչ ֆիրմային հատկացնում ես։ Տենդեր ես հայտարարում։ Բիզնեսմենը գալիս է ներդրում անում, շինությունները կառուցում է իր ենթակառուցվածքներով, գնա հետը կիսովի արա։ Ներգրավում ես հատուկ շինարարական կամպանիաների, կարող իրանք միջազգային լինեն, հա, օրինակ չինական ինչ որ կամպանիա է, որը արդեն փորձ ունի նման պրոյեկտներ իրականացրել է շատ կարճ ժամանակներում, կամ ասենք կոմբինացված, հա, տեղական մեր կազմակերպությունները արտասահմանյան։ Պարզ է մի բան, այս խնդիրն ինքն իրեն չի լուծվելու։ Մարդիկ շարունակելու են ներկրել մեքենաներ, որոնց մի մասը շահագործվելու է հենց մայրաքաղաքում։ Հետևաբար, դրանց կայանման համար նորանոր տարածքներ են անհրաժեշտ լինելու։ Դրանից էլ հետևում է, որ ներկայի կիսամիջոցներով հարցը չի լուծվելու։ Հակառակը, պատճառված անհարմարությունները հավելյալ դժգոհությունների պատճառ են դառնալու օրորի ավելի սերելով խնդիրը։ Արմեն Աթալյան, Զորաբ Քարամյան, Վահրամ Ավոյան, Սուրանկում։ Կհանդիպենք քիչ անց։ Մեկ-մեկ ասում են, թե ջուրը լավ բան է, առատություն է խորհրդանշում, բայց հավատացեք, սա այդ դեպքերից չէր։ Ականատեսները պատմում են, թե դեռ երկար կհիշեն գազալցակայանում հնչած պայթունն ու թե ինչ արագությամբ էր կպնում մեքենան։ Վարորդը խնդիր է ունեցել մեքենայի կառավարման հետ, ու եթե չլիներ մեծ արագություն, հիմա ասենք, այս կողքի անվտանգության բարձիկները բացված չէին լինի։ Ավտոն բեր առաջ մորթունին հասցրեք, հա, հիվանդանոց։ Օպելի վարորդ, երբ տեսնում ես, որ հանդիպակաց գոտիով մոտենում է հսկա Mercedes Sprinter-ը, ինչու ես այնուամենայնիվ որոշում շրջադարձի մանևր կատարել։ Ես արդեն փախցրի, ասի կփախնեմ, կանցնեմ էնել։ Ցավոք, 39-ամյա Արենի կյանքը այդպես էլ չի հաջողվել փրկել։ Եթե մեքենան այլ լիներ, հիմա մայրը ողջ կլիներ։ Հա, ճիշտ լսեցիք, ժողովուրդ ջան։ Հեռուստադիտողը գիտի, որ ձմեռային սեզոնի մեր հիմնական թեմաներից մեկը ճանշինների աշխատանքի արդյունավետությունն է։ Ներողություն, անարդյունավետությունը։ Տարիներ շարունակ այս խնդիրը մնում է լուծման կարոտ, ու հարցը, թե հատկապես ում մեղավորությունն է ավելի մեծ, ճանշինների, թե դրանց վերահսկողների, ռետորական չէ։ Ամենայն դեպս դատելով հանգամանքից, որ տևական ժամանակ խնդիրը չի լուծվում, պատասխանատվությունը հավասարապես կիսում են թե առաջինները, թե երկրորդները։ Իսկ հետևանքը ճանապարհներին շարունակաբար տեղի ունեցող ողբերգություններն են։ Այնինչ տեղի ունեցավ Սևան Մարտունի գետավ ճանապարհին Քյավառ սերվիս ընկերության ղեկավարությանն ու աշխատակիցներին ըստ տրամաբանության պետք է որ անքուն գիշերներ պարգևեր։ Մեր կասառույցի պատճառով երկու մեքենաների բախման հետևանքով մահացավ Toyota-ի ուղևորը, վարորդի մայրը։ Ընտանեկան ողբերգություն, որի գլխավոր մեղավորը ճանապարհը սպասարկող ընկերությունն է։ Այդուհանդերձ անցնող տարիների մեր ուսումնասիրություններն ու ճանշինների ղեկավարների գնահատականները վկայում են, որ անմխիթար ճանապարհների համար մեղքի իր բաժինը ունի նաև պետությունը։ Հատկացրած գումարները չեն բավականացնում ճանապարհների պատշաճ մաքրման համար։ Թեև այդ դեպքում էլ մյուս հարցն է ծագում։ Եթե գումարը բավարար չէ, ինչու են այդ ընկերությունները մասնակցում մրցույթներին։
Այն ինչպես չէ հիշեց Վիլյամ Սարոյանի այդի, ինչ որտեղ, ինչ որ բան, այնպես չէ, խոսքերը։ Դե հիմա պատկերացրեք, որ մերկասառույցով ճանապարհին մեքենաները սլանում են մեծ արագությամբ։ Նման երկու դեպք եմ ներկայացնելու, որոնցից մեկը ողբերգական ավարտով։ Անկեղծորեն չեմ հասկանում նման վարորդների տրամաբանությունը։ Ախր մեծ խելք պետք չէ պատկերացնելու սպասվող վտանգները։ Լավ խելք էլ չէ, բայց գոնե ինքնապահպանման բնազդը պետք է ուշի, որ չի կարելի տանջել գազի ոտնակը, առավել ևս երբ մեքենայի անվադողերը մաշված են կամ ամառային։ Իդեպ իրավաբանները պետք է սրան հատուկ ուշադրություն դարձնեն, որովհետև որքան էլ սպառնում են տուգանքներով, միևնույն է շատերը շարունակում են շրջել ամառային անվադողերով, վտանգելով ոչ միայն իրենց, այլև մյուսների կյանքը։ Անցած օրերի քրեական քրոնիկոնը, դժբախտ պատահարներն ու ավտովթարները Գագիկ Շամշյանի լափած փողեր, կորած կյանքեր տեսանյութում։ Այ ժողովուրդ ջան, խեղճ վարորդները լրիվ պատանդ են դարձել այս որոշ ճանշինների ձեռքը։ Ասում եմ պետք է սաղ գործերը թողնել ու այդ համակարգը վերից վար ուսումնասիրել, հասկանալու, թե որտեղ է թաղված չանգլուխը, հասկանալ քիչ փող են տալիս աշխատանքներ են սխալ կազմակերպում, թե մարդկանց են սխալ ընտրում, բայց էլ դիմանալու տեղ չկա։ Տարես տարի սրանք փոխարենը աշխատել սովորեն, ավելի են վատացնում աշխատանքների որակը։ Վերևից էլ ձեն հանող չկա, աչքիս իրոք նորմալ փող չեն տալիս, դրա համար էլ լռում են։ Իսկ այդ լռությունը մարդկային կյանք է արժենում, ապացույցը Սևան Մարտունի գետապ ավտոճանապարհին կատարվածն է, ընտանեկան ողբերգություն, որին կանրադառնանք տեսանյութի վերջում։ Ինչպես նախորդ տեսանյութում ենք նշել, մի քանի թողարկման ընթացքում կփորձենք ներկայացնել Սուրանկյան արձակուրդային սեզոնին տեղի ունեցած պատահարները։ Հիմա կասեք, այս ինչ աժոտաժ է, Շամշան, այս որտեղ է, ավելի կարևորը, թե երբ է տեղի ունեցել։ Հունվարի 1-ին, ժողովուրդ ջան, նոր տարվա առաջին իսկ օրը։ Երբ օրը ցերեկով հրշեջները ահազանգ են ստացել, թե բա շուտ հասեք Մոլդովական փողոցի թիվ 29 կոտորակ 4 շենք 7-րդ հարկի բնակարաններից մեկում ուժեղ հրդեհ է։ 3 մարտական հաշվարկներ հաշված րոպեների ընթացքում հասել են, որ շնորհավորեն շենքի բնակիչների ամանորը ջրի ուժեղ նապորով։ Մեկ-մեկ ասում են, թե ջուրը լավ բան է, առատություն է խորհրդանշում, բայց հավատացեք, սա այդ դեպքերից չէր։ Բալ ժողովուրդ ջան, տարիների շնորհավոր, արդեն մի օգ օգնություն եք ցուցաբերել։ Ոնց ես հիմա։ Ոնց պիտի լինի։ Այդ ազիզ օրով փոխարենը մի բաժակ բարձրացնի երկրի արժանապատիվ խաղաղության համար կրակի ճիրաններից է փրկվել։ Ու ոչ միայն նա, փրկարարներն ու պարեկները ընդհանուր առնվազն 34 քաղաքացու են տարհանել, որոնցից 11-ին ծխապատ գոտուց։ Էդ էլ հերիք չի, հարևանները լուրջ կասկած ունեն, որ ներսում էլի մարդ կա։ Բարեբախտաբար նրանց կասկածները հիմնավոր չէին։ Իհարկե շատ վատ էր, որ այդ ազիզ օրով մարդկանց սենց փորձանք էր պատել, բայց սա նաև առիթ էր հասկանալու, թե ով է, հեսա ասեմ, թե ինչ նկատի ունեմ։ Ժողովուրդ հետ։ Շել հետո, այս աղը մի քիչ հետ։ Մալադեց, միջև փրկարարների գալը արել են, սահագին գործ է կարել։ Հա, բա ինչ։ Մինչ փրկարարների գալը հարևաններով են փորձել կանխել կրակի տարածումը։ Պարզեցի, որ շենքի բնակիչ մի քանի երիտասարդներ մինչև հրշեջների ժամանելը կարողացել են այրվող բնակարանից դուրս բերել տատիկին եւ տեղափոխել հարևան սենյակ։ Ապրեք տղեր ջան, բա իսկական հայը էդ է, պիտի նեղին ընկածին անպայման օգնության ձեռք մեկնի։ Շատ էլ որ խառը ժամանակներում ենք ապրում, ինչևէ, շտաբօգնության բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել 4 հոգու, միացնելով թթվածնային սարք, որոնցից 2-ը երեխաներ էին։ Օգնել էին նաև 3 հրշեջի, որոնք աշխատանքներ իրականացնելիս ձեռքերի հատվածում վնասվածքներ են ստացել։ Իրոք, այս մեր հրշեջները մեղք են, բա կարելի է ասենց պայմաններում դիմավորել ամանորը, իսկ թե ինչն է եղել հրդեհի պատճառը, դեռ պետք է պարզվեր։ 10 րոպե
Բժիշկն ու բուժքույրը ընկերոջը օգնություն են ցուցաբերում։ Լավ ապահով ձեռներում է Սարխան, տատին էլ սա շուտ հասցնեն։ Էս էլ տոնական օրերին տեղի ունեցած հրդեհի հաջորդ դեպքը։ Հրդեհ, որը կարող էր չլինել, եթե պահպանվեին բոլոր անվտանգության կանոնները։ Ուղղակի պետք է հասկանալ, թե ով չի պահպանել գազալցակայանի աշխատակիցը, թե մեր պապերի սիրելի խորհրդային արտադրության Վոլգա մակրիշի մեքենայի վարորդը։ Ու մինչև կասեմ, թե ինչ նկատի ունեմ, բերեք համառոտ նկարագրեմ դեպքը։ Այն տեղի է ունեցել հունվարի 4-ին Արագածոտնի մարզի Ափնա գյուղի տարածքում գործող գազալցակայանում։ Ականատեսները պատմում են, թե դեռ երկար կհիշեն գազալցակայանում հնչած պայթունն ու թե ինչ արագությամբ էր կպնում մեքենան։ Ու եթե հաշվի առնենք, որ կրակը տեսանելի է եղել մի քանի 100 մետրից, կարելի է պատկերացնել, թե ինչ է այստեղ կատարվել րոպեներ առաջ։ Արագաշան ուր ասան։ Ինչ ագնեց ու շիտել ես կոմարը։ Հեյ գիտի տասնամյակներ առաջ Էջջերյանը ինչ հարգի էր ժողովրդի շրջանում։ Հենց անցնում էր, մարդիկ սկսում են շշնջալ, թե տեսնես էս մեքենան ջոչերից որ մեկինն է, հին ու բարի ժամանակներ, իսկ հիմա խեղճացած կանգնած է, առանց այն էլ ժամանակի հետ ֆիզիկապես ու բարոյապես մաշված էր։ Հիմա էլ կրակի բաժին էր դարձել։ Հարցրեցի, իսկ ով է վարել այս մեքենան։ Ուզում էի հասկանալ, մեքենայի հետ տարեկից են եղել, թե ոչ։ Պարզվեց, որ չէ, ծեր չի, աչքիս հոր կամ պապիկի մեքենան է վերցրել, որ լիցքավորի։ Այն էլ լիցքավորման փորձը փորձանք է դարձել։ Միայն երջանիկ պատահականությամբ է, որ տուժած չկար։ Մի բան ակնհայտ էր։ Հրդեհի պատճառը կամ գազալցակայանի աշխատակցի կողմից, կամ սահմանվածից ավելի լիցքավորելն է եղել, կամ էլ գազաբալոնի պիտանելիության ժամկետն է լրացած եղել։ Այդ հարցն են քննարկում դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ։ Ամեն դեպքում կատարվածը ունի հստակ մեղավոր, որին կպարզեն իրավապահները, բայց ավելի լավ է հարգելի վարորդներ ու լիցքավորման կայանների աշխատակիցներ, ամեն մեկը ձեր փայ անվտանգությունը պահեք, որ որպեսի նման իրավիճակներ էլ չլինեն։ Հին տոմարով նոր տարին էլ բարեբեր չէր, մասնավորապես այս ամենագնաց Նիսանում գտնվողների համար։ Չէ, լավ է որ փրկվել են, բայց կարող էր նաև սա չլինել, եթե վարորդի զգոնությունը տեղը լիներ։ Մինչև կներկայացնեմ դեպքը, ասեմ, որ վթարի պատճառը հաստատ մերկասառույցը չէր, որովհետև ինչպես ինքներդ եք տեսնում, ճանապարհը մաքուր է, ու երևի այստեղ ճանշինում կամ բարեխիղճ աշխատողներ են, կամ էլ լավ փող են ստանում։ Դե գիտեք, թե ինչ դեր ունեն ճիշտ մարկանց հետ ճիշտ հարաբերությունները, բայց լավ, ոնց որ շատ խորացանք։ Պարզենք, թե որտեղ եւ ինչ հանգամանքներում է տեղի ունեցել վթարը։ Արման, մեր ավտոն բեր առաջ մորթունին հասցրեք որ։ Հա, հիվանդանոց։ Այս պայն բարեկային ավտոմեքենայով վիրավորներից մեկին տեղափոխում են Հալին բժշկական կենտրոն։ Երևի հասկացաք, թե ինչ գժանոց էր տիրում Գյումրի-Երևան ավտոճանապարհին, Մաստարա բնակավայրի վարչական տարածքում, որտեղ դեպի Երևան ընթանալիս Նիսանը բախվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշին, ապա առաջ ընթացել, դուրս եկել երթևեկելի գոտուց եւ հայտնվել ձորակում, ձյան կույտերի մեջ։ Առանց մեծ արագության նման պատկեր հնարավոր չէր արձանագրվել։ Նայելով կոտրված արգելապատնեշի այս հատվածին տպավորություն է, թե վարորդը խնդիր է ունեցել մեքենայի կառավարման հետ, ու եթե չլիներ մեծ արագություն, հիմա ասենք այս կողքի անվտանգության բարձիկները բացված չէին լինի։ Կոտրված չէ։ Բայց դրա համար բժիշկը պետք է նայի ճիշտը։ Տեղաշարժը սխալ է էլի։ Խոսքը 3 վիրավորներից մեկի մասին է, որի վիճակը ամենածանրն էր։ Այո, նման դեպքերում ինքնագործունեությունը խստիվ արգելվում է։ Բժշկի միջամտությունը պարտադիր է։ Լավ է, որ Թալինի շտաբօգնության բրիգադը շուտ տեղացավ։ Ու հիմա տեսնում եք, թե ինչպես են բժիշկները փորձում հիվանդանոց տեղափոխելուց առաջ կնոջը առանձին օգնություն ցուցաբերել։ Իմ տեղեկություններով կնոջը եւ մյուս 2 վիրավորներին, որոնց հիվանդանոց էին տեղափոխել Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները, վտանգ չի սպառնում ու փառք Աստծո։ Թալին չէ, Թալին եք տանում։ Ճիշտ է, ճանշիններին քարը քարի վրա չենք թողնում։
բայց համաձայնվեք, որ մեր վարորդներն էլ են համը հանում։ Եկեք միասին քննարկենք այն, ինչ տեսնում ենք։ Հա, Մարգարա Վանաձոր Տաշիր ճանապարհը լավագույններից չէ։ Ճանշինի պորտաբույսները հաստատ անելիք ունեն, բայց Opel-ի վարորդ, երբ տեսնում ես, որ հանդիպակաց գոտիով մոտենում է հսկա Mercedes Sprinter-ը, ինչու ես այնուամենայնիվ որոշում շրջադարձի մանևր կատարել։ Դու կարող ես կամիկաձե ես, պարզ չի, որ այդ արագությամբ մխրշվելու է մեջդ ու մխրշվեց։ Սա էլ մխրշվելու հետևանքը։ Opel-ի աշդուրը կարելի է որպես ուտիլ հանձնել։ Ընդ որում, որ ասեիր Opel-ի ղեկին երիտասարդ նստած լիներ ուրիշ բան, բայց վարորդը մոտ է 5-րդ տասնամյակը բոլորելուն։ Լավ, բա ինչու չէր աշխատում ինքնապահպանման բնազդը։ Այս պատմության մյուս փաստն այն է, որ Opel-ին հարվածած Sprinter-ում գտնվել է 12 ուղևորներ, բոլորն էլ օտարերկրացի, որոնք Հայաստան էին ժամանել Վրաստանից։ Բարեբախտաբար 3 մարդ էր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։ Հիմա անցնենք ճանշիններին։ Շտաբօգնությունն է, չէ՞ տարե։ Աբարանի բկը չէ, աբարան։ Չնայած թվում է, թե ճանապարհը ձնապատ է, իրականում տակը հաստ շերտով մերկասառույց էր։ Սա ավելի վատ է, քան եթե ճանապարհի մերկասառույցը տեսանելի լիներ։ Վերջին դեպքում վարորդները տեսնում են մերկասառույցն ու միացնում են զգոնությունը։ Մի խոսքով, այս դեպքում էլ ճանապարհը սպասարկող ընկերությունը ճանապարհը աղ ու ավազով չի մշակել։ Իսկ արդյունքում 12 օտարերկրացի հասկացան, որ ինչպես Ռուսաստանում, Հայաստանում եւս կա երկու փորձանք՝ հիմարներն ու ճանապարհները։ Աղ ու ավազ չկա։ Լցած ձունը բրթել են։ Իրանք որ իրար խփին, ես արդեն փախցրի, ասի կփախնեմ, կանցնեմ էնել BMW, տենց էլ գլխակեր մնացիր, անկեղծ եմ ասում, երբ լսում եմ, որ վթարի մասնակիցների շարքում BMW կա, միանգամից լարվում եմ։ Երևի իմ գործունեության ընթացքում վթարների քանակով BMW-ն մնում է առաջատարներից մեկը։ Ինչու մեկը։ Դե որովհետև Opel-ին ով կարող է հասնել, այն էլ պայմանավորված է այն հանգամանքով, որ Opel-ներ շատ կան։ Ասեմ հանկարծ Opel-ների վարորդները իմ դեմ բունտ չանեն։ Լավ, կատակը մի կողմ։ BMW-ի մասնակցությամբ հերթական ողբերգական դեպք արձանագրվեց մինչև Նոր տարին Լոռու մարզի Կատնարատ գյուղում, թե ինչպես է BMW-ի վարորդը դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց եւ գլխի վայր հայտնվել դաշտում, մինչև հիմա գաղտնիք է։ Իսկ մի զոհ երկու վիրավոր, հա։ Այո։ Հիմա կարծնեք, թե այս քննիչներն ու պարեկները, որ գլխի վրա շրջված մեքենային փորփորում են, ինչ որ օգուտ տալիս է, դիարք է տալիս է։ Հենց նման գործողությունների համրագումարով էլ պարզում են եղելությունը։ Ընդ որում, նման դեպքերում պատասխանատվությունն ու լարվածությունը շատ ավելի մեծ են, չէ՞ որ խոսքը մեկ զոհի ու երկու վիրավորի մասին է։ Պարզեցի, որ այո, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել են Տաշիր բժշկական կենտրոն, քանի որ Տաշիրի շտաբօգնությունը ըստ դեպքի վայրում հավաքվածների ուշանում էր, ու քաղաքացիները տեսնելով, որ այն դեռ տեղ չի հասնում, իրենք են իրենց ավտոմեքենաներով վիրավորներին տեղափոխել Տաշիր բժշկական կենտրոն։ Ցավոք, նրանցից մեկը ճանապարհին գիտակցության չգալով մահացել է։ Ստեղից հա Սկորինա, չէ՞ տարե։ Չէ տարեք։ Ապրեն մեր սրտացավ քաղաքացիները։ Լսեցիք, որ հենց նրանք են վիրավորներին առաջինը օգնության հասել։ Ցավոք, 39-ամյա Արենի կյանքը այդպես էլ չի հաջողվել փրկել։ Թե ով է եղել ղեկին, պարզել չհաջողվեց։ Սակայն դեպքի վայրում հավաքվածները միակարծիք էին, որ կրկին գործ ունենք բարձր արագության հետ։ Այդ անտերը լրիվ քրոնիկ հիվանդություն է դարձել։ Թե ասա այդ ուր եք շտապում, ինչ եք կորցրել ու ինչ եք փնտրում, խելքի հաշեցեք։ Ամեն տարի 300-ից 400 մարդ է զոհվում ճանապարհներին։ Մեզ իրոք թշնամի պետք չի։ Վիրավորների ստեղ են հայտնաբերել։ Ուխտի ականջում քնած են։ Սարսափով ու ափսոսանքով էի անցնում Սևան Մարտունի գետապ ավտոճանապարհը, որտեղ, ինչպես լսեցիք, ասում էի, որ ճանշինները ուխտի ականջում քնած են։ Ախր ընդհանրապես մատը մատին չէին տվել։ Արևն էլ ընկնում էր ու դրանց չարածը դարձնում հանրային սեփականություն, բայց մենք պատահական չենք հայտնվել այս ճանապարհին։
Ահազանգի հետքերով գնում ենք հունվարի 16-ին, գնում ենք 22-րդ կիլոմետր, որպեսզի պարզենք, թե ինչ հետևանքներ է ունեցել առավոտյան 10:10-ի սահմաններում 28-ամյա Սևակի վարած Տոյոտայի ու 35-ամյա Վահանի Նիսանի բախումը։ Այո, պետք չէ լուրջ մասնագետ կամ գուշակ լինել հասկանալու վթարի պատճառը։ Դե իհարկե, ճանշինների անգործությունն է։ Տվյալ դեպքում Քյավառ սերվիզի աշխատակիցների անպատասխանատվությունը։ Սա սառած ճամփեն։ Էս էլ արևը հալցրեց։ Ու եթե այդ անպատասխանատվությանը գումարենք հանգամանքը, որ վթարված մեքենաներից մեկը պիցիկուլիա ու ըստ դեպքի վայրում հավաքվածների երկու անվադողերը եղել են ոչ ձմեռային ու նա փորձել է վազանց կատարել, այսինքն անվտանգության տեսանկյունից խոցելի է, ողբերգական պատկերը լրիվ ակնառու է դառնում։ Հիմա կհարցնեք, ինչ նկատի ունեմ։ Այն ժողովուրդ ջան, որ այս կարգի մեքենաներին եթե անգամ թեթևակի ես կպնում, վնասվածքներն անխուսափելի է։ Ով է հորինել Toyota Yaris, Nissan Note, Mitsubishi Colt, թողներեն ինձ նման մեքենաներ վարողները, սակայն դրանք իրոք խոցելի են։ Սա ասում եմ նաև նրա համար, որ այս փոքրիկ Toyota-ի վարորդը կուրորեն իրեն չմեղադրի, հիշի, որ եթե չլիներ մերկասառույցը, վթարել չէր լինի։ Ու եթե մեքենան այլ լիներ, հիմա մայրը ողջ կլիներ։ Հա, ճիշտ լսեցիք ժողովուրդ ջան։ Վթարի հետևանքով Toyota-ի վարորդի 28-ամյա Սևակի մայրը տեղում մահացել էր։ Իսկ իրեն էլ տեղափոխել են Գավառ բժշկական կենտրոն։ Իսկ հաջորդ օրը հիվանդանոց է դիմել նաև Նիսանի վարորդը։ Չգիտեմ, թե հիմա ինչպես է նրանց առողջականը, բայց շուտապույտ ապակինում եմ մաղթում։ Իսկ այն ճանշինի ղեկավարությանն ու աշխատակիցներին մի քիչ խելք ու խիղճ, որպեսզի կարողանան գիշերը հանգիստ քնեն, չնայած ում ինչ եմ ասում։ Աչքիս արդեն ճանշինների տերերի ազգանուններն ենք տալու։ Ժամերով կայնած է։ Նայնոր, վթարից հետո եկել լցել են, դրա համար ճամփեն բացվավ։ Գագիկ Շամշան, Սուրանկյուն։ Այսքանը գնանք լույսի հետևից, դրանից պայծառը չկա։ Կհանդիպենք փետրվարի 1-ին ժամը 22-ին։ Աստված պահապան հայազգին։